Սպահին Multistone ընկերության աշխատակիցները շարժվում են դեպի Երևան-Սևան մայրուղի, որտեղ կիրականացնեն իրենց բողոքի ակցիան, շարունակեն իրականացնել բողոքի ակցիան։ Քաղաքացիները աշխատակիցները Multistone ընկերության պահանջում են վերականգնել իրենց աշխատելու իրավունքը։ Multistone ընկերության աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց աշխատանքը, բացել կապարականգված ընկերությունը։ Քննչական կոմիտեից չցանկացան պատասխանել քաղաքացիների հարցերին, որևէ մեկը քննչական կոմիտեից չիջավ եւ չխոսեց աշխատակիցների հետ, որից հետո աշխատակիցները որոշեցին շարժվել դեպի Երևան-Սևան մայրուղի, այնտեղ իրականացնելու իրենց խաղաղ ակցիան։ Ճանապարհ ենք ուզում, ձեզից կոպիտ ասած խնդրում ենք։ Հիմա դուք իսկի չեք ուզում ձեր խաղաղ ակցիան ձեր հիմնարկի դեմն արեք։ Խաղաղ ակցիա անում ենք, ոչ մեկ բան չի դնում, իսկ դա ճիշտ է։ Անում ենք, ապստական ներկան ան։ Ըստ ձեզ ոչ մեկ հաշվի չի առնում, ճիշտ է դա։ Ավել հարցեր մոտը։ Դե ավել հարցեր չենք տալիս։ Քննչականից էլ այդտեղ մարդ կար, իրանք լավ է տեսան, լավ է գիտեն բոլորն էլ։ Միշտ մեր այստեղ գալն են ասում իրար որոշել, որ պետք է պատասխան։ Մեզի ոչ մի բան չի հետաքրքրում։ Մեզի մեր գործն է հետաքրքրում։ Մեր աշխատանքը, մենք ոչ մեկ այդ գործ Իրանք էլ հրաման են կատարում։ Ճանապարհից դուրս եկեք, ժողովուրդ։ Մայթով քայլեք։ Ճանապարհից դուրս եկեք։ Ընկերության աշխատակիցներին, որ հանկարծ ճանապարհ չփակեք, դուք դրա իրավունքը չունեք, մինչդեռ մարդիկ խնդրում էին, որպեսզի իրենց ձայնը ոնց հասեն։ Հա, կներկայանաք գոնե, որ մենք իմանանք ոստիկանության ո՞ր ստորաբաժանման ղեկավարն եք դուք, պարոն Սարգսյան։ Կոտայքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն են։ Մնացած այլ հարցերի չեն պատասխանում, ճանապարհից դուրս եկեք։ Ոչ մարդով կարելի է անդառնում Նախատեսած է մարդիկ քայլեն, Ես ժողովուրդը մեզի պատասխան չի տալի։ Հանցանորական աշխատանքի, որ իրենց հարցերը լուծեն, ոչ մեկ պատասխան չի տալի։ Քննչականի դեմը ոչ մեկ չի պատասխան չտվեց, կամ մի 4 հոգով գնանք կենտրոնական քննչական մարմնին դիմենք։ Հայցել է մեր իշխան ես կուսեմ, մեր տնօրենն էլ հայցա ներկայացել, որ խոսքի ասենք պրոբլեմի ինչումն է, որ այս հիմնարկը փակել են։ Եթե այդ հայցի պատասխանը չեն տալի, մի 4 հոգով գնանք, բանվորներով գնանք, մեր պատասխանը մենք ստանանք։ Հիմա կլինի պատասխան, կլինի չի լինի, հետո մենք մեր հարցերը տնանք ոնց ենք լուծում։ Այս բանի պատրաստում եք գնալ։ Չէ, այս բանը արդեն ժողովուրդը կոտրված է, միշապետը գնում գալիս է։ Առավոտյան գալի է գնալ կենտրոնական քննչական մարմին, փորձենք պատասխան ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Այսինքն այսօր էլ ոչինչ չեք։ Ну, ես գտնում եմ, եթե Աբովյանի քննչականը չի կարող պատասխան տա, ասենք ոտքով միջև իշտեն կամ տրանսպորտով իշտեն քաղաքում հասնենք, այնտեղ ասեն ժամը շատ ուշ կլինի։ Առավոտյան կարելի է գնալ, այնտեղ հարցի պատասխանը փորձել ստանալ։ Եթե կտան, եթե չէ, ժողովուրդը մի շաբաթ անընդհատ sense գործի գալով, գնալով, բայց չաշխատելով իրանց հարցի լուծում չի լինի։ Միակ տարբերակը դա է մնում։ Просто մեր ուզածն է հարցին լուծում տալ, ժամանակավոր է 10 օր, 20 օր, որ ասենք աշխատողներն էլ իմանան 10 օրից հետո են գալու գործի պատրաստվեն, թե 20 օրից կամ թե չեն գալու։ Դա սա խնդիրը, աշխատելու ենք, թե չենք աշխատելու։ Դուք փաստացի մեկ շաբաթ է այդ հարցի պատասխանը։ Եթե բանը այսօր մնացելով որ այնտեղ էլ չկարողացան հարցին պատասխանել, հիմա մենք դիմում ենք իրենց ասելով դիմեք Երևանի քննչական կոմիտե, քանի որ այսօր հոգնածության պատճառով ոտքով կամ
Վաղը ժամը 9-ին մենք կհավաքվենք եւ ոտքով թե տրանսպորտներով կմեկնենք այդտեղից վերջնական ստանալու։ Եթե չստացի, Ստանաք հարցերի պատասխանը։ հուսով եմ Հայաստանի Հանրապետություն ներկայացնող քննչական կոմիտեը պետք է որ Հայաստանի բնակիչների համար ինչ-որ մտածի, ինչ-որ մի քայլ անի։ Մենք այսօր ուղղակի ավարտվում ենք, պայմանավորվենք վաղը ժամը 9-ին գան, իջնենք Երևան քննչական կոմիտե։ Մեր Աբովյանի բաժինը ոնց պետք է ինքը ճանապարհես նորմալ որ իրանք իրավասու չեն այդ հարցին պատասխանելու։ Մենք մեկնելու ենք վաղը Երևան կենտրոնական։ Տղեր ջան, վաղը ժամը 9-ին Այդեմը չի կարելի։ Ավարտվում ենք ստեղ, Ճիշտ Երևան կենտրոնականից արդեն Մենք փորձենք, եթե պատասխանը չտվին, գոնե մի հատ ինչ-որ հայց ներկայացնենք, որ բանվորների կողմից, աշխատողների կողմից, որ ասենք գոնե մեզ պատասխան տվեք, քանի օր հետո կբացվի արտադրամասը։ Քննչական կոմիտեին։ Վաղը։ Մենք հայց կներկայացնենք, տեսնենք ինչ պատասխան կտան։ Եթե չի ստացվի, դա մենք արդեն պետք է մտածենք ինչ է գալու։ Այնքան մարդ կա, ասենք 24 տարի ես հիմնարկի բացման օրվանից աշխատել եմ։ Մարդիկ կան, որ իմ հետ աշխատել են 24 տարի, դա վիճակ չի այս մարդկանց համար։ Հենց որ Կերևա, վաղ պատասխանը Կերևա, դեռ ինչ կասեմ։ Եթե վաղվեն ձեզ չընդունեն։ Վաղը եթե չընդունեցին, այդ ժամանակ արդեն աշխատողները իրանք կորոշեն, խոսքի ինչ քայլի կարան դիմեն։ Մարդկա կարող գնում ուրիշ գործի տեղաճարում, բայց դա ցանկալի չի, որովհետև այս արտադրամասը քարի արտադրություն մարդիկ աշխատում են ծանր աշխատանք, հետո որ աշխատելը գիտի։ Շատ դժվար է, դաժե այդ աշխատանքը որ իրանք համաձայն են այդ գումարով աշխատում են, հիմա ուրիշտեղ իրանք շատ հանգիստ գործ կճարեն, ես դա էլ ասեմ, բայց չի կարելի աշխատող հիմնարկը փակել։ Պլյուս վրա բացի աշխատանքը փակելուց, փակում է բոլոր մի քանի զակաշիկներ կան, որ խոսքի քար են, ասենք, տարել են, որ աշխատը կիսատ պրատ է մնաց, այդ շինարարությունները կիսատ է, այդ մարդիկ են տուժվում։ Դա խնդիրները շատ է, հիմա որ հատատոր դելադեմ ինչ հետևանքներ կունենա, եթե 70 հոգի ստեղ է աշխատում, բազմապատկեք 4-ով մինիմումը ընտանիքի անդամների հետ։ Այդքան մարդ մնում է օդի մեջ, այդ վարկեր, հարկեր ես նորից չկրկնեմ տղեկի ասած, հարկեր, վարկերն է Ղարաբաղի ընկերների մոտ 6 հոգի բանը իմ բրիգադում աշխատում է 6 հոգի Ղարաբաղի բանը աշխատողներ են։ Մարդիկ մի կերպ ընդունվել են գործի, տուն են վերցրել, վարկ են փակում, ասենք իրանց կոմունալներն են փակում, մարդիկ վարձովել են ապրում, դա խնդիր է սա։ Եթե չընդունեն վաղը բողոքի ակցիաներ շարունակելու եք։ Դա sense բողոքի ակցիան ճիշտ ասած չգիտեմ, եթե արդյունք չի տալու, սա դա արդեն կառավարությունը թողոշես մարդկանց հարցը ոնց է լուծելու։ Չի կարելի է ձեր։ Եթե չի որոշելու, արդեն այդ մարդիկ իրանք մի ուրիշ քայլի կարան դիմեն, որ ցանկալի չի։ Մենք ցանկանում ենք օրինական ձևով, առանց քաղաքականության, առանց ոչ մի բանի մեջ մտնելու, մարդիկ ուզում են իրանց աշխատանքը։ Թե չէ կառավարության որոշումով չի իմ կարծիքով, էսի քննչականը պետք է որոշի, թե ինչ հարցեր են իրանք որոշել, ինչ են փակել, իրանք կարող հարցին պատասխան տան։ Չգիտեմ, իրավաբաններ մենք, ասենք մենք չենք, որ իրավաբան պետք է վարձենք, որ իրավաբանները այդ հարցերով զբաղվեն։ Կատանորությունը երևի զբաղվում է, ճիշտ ասած, ես կուրսի չեմ։ Դա հետո ինչ քայլի կդիմենք, դա էլ արդեն